ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստանի եւ Ռուսաստանի միջև լարված հարաբերությունների ֆոնին գալիս է Հայաստան։ Ինչ օրակարգով Հայաստանի արտաքին գերատեսչությունից միայն արարողակարգային հայտարարություններ են։ Կկայանա Արարատ Միրզոյանի եւ Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Խորհրդարանական ընտրություններին երկու շաբաթից էլ պակաս է մնացել։ Եվրամիությունից Մակրոնի այցը Հայաստան եւ նախընտրական շրջանում գործող իշխանություններին աջակցելու դոզան կարծես թե նվազել է։ Փորձագետներն են ասում։ Հիմա ԱՄՆ-ի աջակցության հերթն է եկել, չնայած որ գործող իշխանությունները բացառում են դա։ Այո, այդտեղ կարող է լինել նախընտրական աջակցության բաղադրիչ, չեմ կարծում, թե միայն դա է եւ ամենակարևորը դա է։ Իսկ թե ինչ փաստաթղթեր են նախատեսվում, որոնք կստորագրվեն Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև Մարկո Ռուբիոյի այցի ժամանակ, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի ձևակերպումներն ինտրիգային են։ Ասում է կստորագրեն, կտեսնենք։ Մինչև այդ Փաշինյանն էր հայտնել, թե առաջիկայում ԱՄՆ-ի հետ ստորագրվելու է TRIP նախագծի վերջնական պայմանագիրը եւ իրագործվելու է այդ փաստաթուղթը, ինչի արդյունքում ըստ կառավարության ղեկավարի Հայաստանը դառնալու է խաղաղության խաչմերուկ։ Կարծում եմ կքննարկվեն նաև դրանց ֆինանսական բաղադրիչները, որովհետև նախընտրական գեղեցիկ խոսքեր ասել իհարկե լավ է, բայց դրանք կարժենան 100 միլիոնավոր դոլարներ եւ չեմ կարծում, թե Հայաստանը կարող է ի վիճակի է ինքնուրույն արագ դառնել։ Չեմ բացառում, որ արձագանք լինի նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ մենք Ռուսաստանին չսպասելով մեր միջոցներով սկսում ենք Հայաստանում ասնող երկաթուղիների վերանորոգումը, խոսքը ախուրիկի հատվածի մասին է եւ երազքի, այսինքն դեպի Թուրքիա, դեպի Նախիջևան։ Եվ որքան էլ Հայաստանը արտաքին գերատեսչության մակարդակով հայտարարի, որ Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերը խզելու հարցում, Ռուսաստանն ավելի է ուժ գնացնում պրեսինգը հարավային հարևանի վրա հյուսիսից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն վտանգել է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները եւ նրա գործողությունները հետևանքներ են ունենալու։ Հավանաբար նա մեզ հիմար է համարում։ Միևնույն ժամանակ ինքն է խիստ սխալվել եւ իր երկրի համար չափազանց վտանգավոր գիծ է վարում։ Մտածեք, այս շատ սպეციფիկ անձնավորության գործողությունների պատճառով կտուժի Հայաստանի ամբողջ ժողովուրդը, որը կկորցնի ռուսական շուկան, ԵԱՏՄ ամբողջ շուկան եւ տասնամյակներ շարունակ կառուցված տնտեսական կապերը։ Երևանը ստիպված կլինի ռուսական գազ գնել եվրոպական գներով, ինչը 3 անգամ թանկ է ընթացիկ սակագներից։ Նման հայտարարությունները, նման կոշտ բառապաշարով, վիրավորական բառապաշարով հակառակ էֆեկտ են ունենում եւ այո, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կարող են բարձրացնել, որովհետեւ փաստորեն հարցը ներկայացնում են այնպես, որ Հայաստանը, չգիտեմ, սովիտ աղքատությունից դրդված պիտի մնա ռուսական ազդեցության տակ։ Աստանայում մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների մասով կքննարկվի Հայաստանի ԵԱՏՄ-ում հետագայում մնալ-չմնալու հարցը։ Ըստ քաղաքագետների, հայ-ռուսական լարվածության պարագայում Արևմուտքը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները պետք է Հայաստանի երաշխիքներ տան ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգային առումով։ Պետք է շատ ամուր անվտանգային երաշխիքներ, որ Ադրբեջանը չի փորձի օգտվել առիթից, սա մեկ, եւ երկրորդ պիտի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը հատուցել այն հնարավոր ծանր սոցիալ-տնտեսական հետևանքները, որ ունենալու է միանշանակ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում։ Դա խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին։ Արևմուտքից եվրաչինովնիկների այցը ավելի նպաստեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առանց այն էլ ամորֆ հարաբերությունների լարվածությանը։ Ռուսական մեդիա դաշտում քննարկվող եւ Կրեմլի մամուլի խոսնակին ուղղված հարցը հետեւյալն է. Հայաստանում ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հնարավոր է հնչեն հակառուսական հայտարարություններ։ Պեսկովն արձագանքել է, որ հայտարարություններ են լսել Հայաստանի կառավարության ղեկավարից եւ արտաքին գործերի նախարարից, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ։ Նաիր Մուրադյան, ժամը լրատվական։